Հայաստանում մասշտաբային ձերբակալությունները, կալանավորումները խորհրդարանական ընտրությունների ընթացքում մտահոգել են ԱՊՀ դիտորդական առաքելությանը։ Կազմակերպության անդամները կարծում են, այդպես ինչ-որ առումով ճնշում են գործադրել ընտրողների վրա։ Ձերբակալություն, կալանավորում, վիրավորանք, ԱՊՀ պետություններում 1994 թվականից նման դեպքեր չեմ հիշում, որ եղած լինել ընտրությունների ընթացքում։ Պետք է շեշտել, որ առաքելությունը ոչ միայն փորձում է օբյեկտիվ լինել, այլև չեզոք այն քաղաքական գործընթացներին, որ տեղի են ունենում մեր երկրներում։ ԱՊՀ անդամ ոչ մի երկրում մենք նման ակտիվ քարոզչական իրավիճակի ականատես չենք եղել առնվազն վերջին տարիներին։ Ընտրություններին մասնակցողների քվեները հաշվելիս էլ խնդիրներ են տեսել ԱՊՀ դիտորդները։ Ընտրական հանձնաժողովի անդամները շփոթվել են ձայները հաշվելիս։ Մենք կարծում ենք, այդ գործընթացը բավարար մշակված չէ։ Գործնական հմտությունների բացակայություն ենք նկատում։ Անկախ պետությունների համագործակցության դիտորդների համար նաև անընդունելի է, որ որոշ քաղաքացիների բնակության հասցեում իրենց անծանոթ մարդիկ են հաշվառված եղել։ Жилых квартир, домов у людей появлялись прописанные люди. Բնակարանների, տների վրա գրանցված են եղել անծանոթ մարդիկ։ Այդ մասին նրանք էլ չեն իմացել։ Частично отразили в тех. Դա արտացոլել ենք մեր կազմած արձանագրություններում։ Մենք անհրաժեշտ ենք համարում այս խնդիրները հասցնել այն գործընկերներին, որոնք զբաղվել են ընտրողների ցուցակները կազմելով։ ԱՊՀ դիտորդական առաքելությունը արձանագրել է նաև, որ կազմակերպության անդամ երկրներից միայն Հայաստանում շրջիկ քվեախցիկներ չկան։ Դրանք հնարավորություն կտային քվեարկել նաև տեղաշարժման սահմանափակումներ ունեցող մարդկանց, որոնք տնից դուրս գալու հնարավորություն չունեն։ Դիտորդական առաքելությունը նաև նկատել է, որ շենքերի բարձր հարկերում տեղակայված ընտրատեղամասերում քվեարկելու համար մեծ խնդիրների են բախվել հաշմանդամություն ունեցողները։ Գայանե Մովսիսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։